Ես ասել եմ, որ ով է լինի Վրաստանի նախագահ, հարաբերությունները կարդինալ չեն փոխվելու։ Ես այդ խոսելով Վիլնյուսից, ես կասեմ, որ շատ դրական պատասխան է տրվել Վրաստանի նախագահի կողմից, երբ որ իրեն հարցրեց, թե ինչ է կարծում Ուկրաինայի եւ Հայաստանի հսկայելի հետ կապված։ Նա ասել, որ ամեն երկիր հետ մեկ առանձին հարաբերություններ ունեն, ամեն երկիր իրեն ազգային շահերից ելնելու վրա է գնում, եւ մենք հասկանում ենք, չնայած որ ուզեինք, որ բոլորը ինտեգրված լինեին այդ գնային մեր ճանապարհով, բայց շատ ճիշտ արտահայտություն է, քանի որ մեկ բանը իրենց ցանկությունն է, մեկ այլ, երբ որ իրենց հարևանները ունեն իրենց ազգային շահերը։ Իսկ հայկական հարցերի շուրջ կարելի ասել, որ այդ անձը շարունակելու է Պիտին Էվանիշվիլին անդին այդ կառավարության եւ Շուարբաշվիլիի կառավարության այդ կառավարությունը։ Քանի որ գիտեք, որ մենք ունենք Վրաստանում կա այս լրության ԻՍԱ նախագահական համակարգ եւ հիմնականում քաղաքականությունը վարվում է իշխող կուսակցության այդ կոալիցիայի կողմից։ Մի հարց է վերջերս հայաստան Ռուսաստանի բանուներ ներկայացրել տարածքային ու դա դուներ արտադրածի ապօրինական երկրի այս հայտարարությունները ասում են ապօրինական երկրի Դե ասեմ, որ դե կարելի է այդ ամեն ինչը կապել Վիլնյուսյան այդ գաղտնի ժողովի հետ, քանի որ այն ինչը կատարվեց Ուկրաինայում եւ այս լրության կատարվում է, Վրաստանը նաեւ փորձում է ցույց տալ եվրոպական կառույցներին եւ ոչինչներին, որ տեսեք, որ այդ ճնշումը կարող է լինել եւ նաեւ իրենց վրա, գործածվել դեպի իրենց, չնայած որ նույնիսկ չեմ պատկերացնում, որ այդպիսի ինչ-որ մի բան կարող է լինել, քանի որ միակ ճնշումը, որ իրենք հասկանում որպես ճնշում, այդ սահմանների կառուցումն է շահավերի։ Լավրովը պատասխանեց ԵԱՀԿ-ի սամիտին Կիևում, որ այդ անկախ պետությունը Աբխազիան եւ Օսիան իրենց սահմանները փոխում են։ Եվ այդ ամենը պետք չի լինի, երբ որ որոշ բան գտնենք, ըստ Լավրովի, արդեն հանդարտվեն եւ սկսեն արդեն նորմալ բանակցել։ Ինչը վերաբերում է Մայրբանդրե Գիձեին, պետք է ասել, որ չնայած որ կա երկխոսություն, եւ վերջերս ստացվեց հերթական հանդիպումը Կարասին Աբաշիձը, եղան որոշ նորություններ, որ վերաբերում են վիզային ռեժիմին, գիտեք, հայտարարվեց հենց Վիլնյուսից առաջ, որ Ռուսաստանը վերանայում է վիզային ռեժիմը Վրաստանի հետ եւ այս լրությամբ ընդլայնվում է գրավեր ուղարկողների ցանկը։ Եթե առաջ կարող էին ծնողները ուղարկել վիզա իրենց երեխաներին ընդունության մոտիկ հայտանները եւս կարող են։ Ինչը շատ դրական է Վրաստանի համար, քանի որ վերջին տվյալներով այս ամիսների ընթացքում դրսից ուղարկված տրանսֆերների 54 եւ 5% եւս Ռուսաստանի Դաշնությունից եւ մենք պիտի հասկանանք, որ տնտեսապես Ռուսաստանից կապում կա, ինչքան էլ վրացական իշխանությունները եւ ինչ ասեն, որ մենք կողմեցինք Վրաստանից եւ ինչի կապված է արտադրական երկաթուղու վերաբացմանը, ասեմ, որ այս լրությամբ հիմնական կողմը, որը կարող է այդ ամենը այդ գործընթացը առաջ տանի, Ռուսաստանի Դաշնությունն է։ Միջազգային ԱԼԵՌ կազմակերպությունը հաշվարկ էր արել, որով մոտավորապես $300 միլիոն է հարկավոր այդ երկաթուղու վերաբացմանը, որի 270 միլիոնը պիտի ծախսվեր արտադրական տարածքում, եւ գիտեք, եթե ծախսերը պիտի լինեն արտադրական կողմում,
դասերանով փոխվի Ռուսաստանի դաշնություն։ Քանի որ Ռուսաստանի երկաթուղիները կլինեն այնտեղ եւ այն իրեն։ Եվ 30 միլիոնը կան խնդիրներ արտադրական կողմից, Չես ասեմ, ասեղության նաև ապրազայի և Ռուսաստանի միջև արևտուր ծավալի պրոպագանդայի այդ մակարդակով և Աբխազիան անցանում եթե երկաթուղիցը վերաբացվի, հաջորդ ինքեր կանցից երկիր է։ Եվ մենք պիտի հասկանանք, թե ինչքանով աբխազիական կողմին օգուտ դառնալը դեպի տրանզիտ երկիր և ինչ կտա տնտեսապես իրենց այդ ամենը։ Մեզ պարզ է, որ այդ հաշվարկով ցույց է տալու, որ 30% աճի ունենան տարիների ընթացքում և շատ դրական է, բայց այդ հարցը քննարկվի և ամեն ինչը ևս կգնեմ, որ կախված է Ռուսաստան կողմից։ Ունենան իրենք ցանկություն այդ ուղին բացելու թե ոչ։ Սրա դրությամբ ես չեմ տեսնում։ Այնտեղ դեռ փոփոխություններ չկան, ադրբեջանական կողմը դեռևս անգիստ, սպասողական, ուզում է դերգացական այդտեղ իրավիճակին, քանի որ իրենք շատ կապված են նախկին իշխանությունների հետ, որ երկու երկրների նախագահների մակարդակով հիշեցնեմ, որ անցած տարվա այս տարվա և կարելի ասել, որ այս շրջանը իրենց համար սպասողական շրջան է և ելանելիություն Ադրբեջանում սկսում են կոնտակտները Հայաստանի հետ, սկսվեցին, առաջիկներ ունեցավ, որ առաջ արտգործնախարարները հանդիպեցին, Սրդությամբ Ադրբեջանը դեռևս պասիվ է Վրաստանում, չենք ունենալով տնտեսական այդ մեծ ավելի արտադրությունը, դեռ ոչ, քանի որ այս շրջանում իրենք զբաղված էին մոտավորական պայքարով և այս հրապուրությամբ կարելի է սպասել, որ տնտեսությունը սկսի ունենալ աճ նոր հունվարի փետրվարից։ Ինչը արդեն նշանակում է, որ նոր այդ ժամանակ, եթե իրենք շատ մեղմ, մշակված ծրագրով աշխատեն, իրենք կարող են ինչ-որ չափով փորձեն դիվերսիֆիկացնել, բայց փորձել են դիվերսիֆիկացնել, քանի որ այլ երկու երկրների հետ առողջարարությունը արդեն հասնում է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Իսկ այդ պարագայում, հա, կան հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դեռևս միտում կա, բայց աճը դեռ սպասվում է։ Իրենց կողմից սուրճ խախտական չէր, տնտեսականներ էին, իրենք փորձեցին ինչ-որ չափով դիվերսիֆիկացնել ադրբեջանական Վրաստանի զարգացումը նպաստել է թռչքային զարգացման մասին ճիշտ լուծումների մասին Վրաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն
բանելով ինչ-որ լուրջ առաջընթացի է եկել։ Ի տարբերություն ասենք Վերհիշելով այն ամենը, ինչ կատարվեց վերջին պաշտպանական ունենալով անցյալից այդ կոնֆլիկտները և ունենալով Ռուսաստանի Դաշնության ազդեցություն այդ կոնֆլիկտներում, Վրաստանը պիտի ավելի պրագմատիկ հաղթանություն վարել, բայց Զավոքսակի իրենց համար կարելի ասել Միքայել Սաակաշվիլին 2004 թվականից արդեն 5-ից վառ արտահայտված պրոեվրոպական այդ խաղաղությունը վար և իրենք փորձեցին վերջնական իմ կարծիքով այդ տարածքները։ Չնայած որ հասարակության Չցույց է տալի, որ իրենց այդ մոտեցումները փոխվեցին, ինչով իրենք փորձում են აფղազական և հարավրուսյան այդ կողմերին դեպի իրենց բերեն, այդ ամենը Պարտազաքարաշվիլին հենց նախարար դարձավ այդ ժամանակ էր ուզում անել, բայց կար Միքայել Սաակաշվիլին նախագահ, որը չէր ստորագրում აფղազական և նորընտիր նախագահն արդեն իրենց կոալիցիայի ստորագրեց և իրենք վերանվանեցին այդ նախագահությունը։ Հիմնականում իրենց կորուստը այդ է, քանի որ ունենալով այդպիսի քաղաքական դիրք, իրենք ունենալով Ռուսաստանը, իրենց կողքին Թուրքիան և հասկանալով, որ կան շահեր էներգետիկ ոլորտում եվրոպական և ամերիկյան, իրենք պիտի շատ զուսպ ու բալանսավորված հաղթանություն վարեին, ինչը վարում էր Հայաստանի Հանրապետությունը այս տարիների ընթացքում մինչև կարելի է ասել սեպտեմբեր, բայց դեռևս ես չէի վերջնագիր դնի այդ գործընթացին, բայց դե այսարդությամբ իրենք են հասկանում իրենց հարկավոր այդ բալանսավորված հաղթանությունը և ինձ թվում է իրենք այդ